Մի անգամ փոշոտ ճանապարհով թափառում էին երկու թափառական՝ սուտը եւ ճշմարտությունը։ Շատ շոկ օրեր, երկուսն էլ հոգնել էին։ Տեսնելով սառը լիճը, սուտը առաջարկեց. «Նայիր, ինչ մաքուր ջուր է, արի լողանք թարմանանք»։ Ճշմարտությունը ինչպես միշտ վստահելով համաձայնեց։ Նրանք հանվեցին եւ մտան ջուրը։ Մինչեւ ճշմարտությունը վայելում էր զովությունը, սուտը արագ դուրս եկավ ափ, հագավ ճշմարտության հագուստը եւ թաքնվեց։ Երբ ճշմարտությունը դուրս եկավ ջրից, նա տեսավ, որ իր հագուստը անհետացել է եւ դրա կողքին կար միայն ստի լաթերը։ Զարմացած եւ հուսահատված նա չցանկացավ հագնել Խաբեբայի հագուստը։ Հենց այդպես էլ շարունակեց ճանապարհը, մերկ եւ անպաշտպան։ Եվ մինչեւ հիմա մարդիկ հանդիպելով մերկ ճշմարտությանը հաճախ երես են թեքում նրանից։ Նրանց հարմար չէ տեսնել նրան ինչպիսին որ կա, մերկ եւ շիտակ։ Իսկ սուտը ճշմարտության հագուստով քայլում է ողջ աշխարհով մեկ։ Եվ շատերը ընդունում են չնկատելով կեղծիքը, գաղափարը։ Սուտը հաճախ հագնում է ճշմարտության հագուստը, որպեսզի նրան ընդունեն։ Ճշմարտությանը արդեն դժվար է ընդունել, որովհետեւ նա ամբասիր է, բայց միևնույն է, ճշմարտությունը որքան անհարմար էլ որ լինի, ունի իրական արժեք։ Մինչդեռ անգամ ամենագեղեցիկ սուտը մնում է կեղծիք։ Եթե համամիտ ես մեկնաբանությունում թող խարյու, հետևիր իմիջին եւ զարգացիր ամեն օր, մտավոր եւ հոգեվոր։